Տիկին Գալստյան, դուք մասնակցում եք այս քննարկմանը, ինչը շատ լավ է ամբողջությամբ, եւ նաեւ լսեցիք քաղաքական ելույթներ, տարբեր գնահատումներ։ Հիմա դուք բավականին նաեւ մասնագիտորեն անդրադարձաք բուն թեմային, այն խնդրին, որ հիմա մենք քննարկում ենք, տվեցիք իմ կարծիքով որոշակի նաեւ հիմնավորումներ։ Բայց մի քանի հարց բաց մնաց, ընդհանուր նաև ես կարծում եմ հանրության համար, որտեվ դուք էլ վստահ եք այստեղ նստած այս թևում պատգամավորները իրենց որոշումի սկզբանե ունեն, այս թևում նստած պատգամավորները իրենց տեսակետը եւ այլն, որտեվ քաղաքական նաև խնդրին է առնչվում։ Նախ այսքան քաղաքականացված քննարկումը ինքնին գալիս է ասելու, որ այո, քաղաքական զսպվածությունը խախտված է։ Հիմա մի հարց, որը կուզենամ ձեր դիրքորոշումը լսել, արդյոք այդ, այսպես ասենք, շահերի բախման հարց այստեղ կա կամ չկա, որովհետև եթե վերաբերում է այս քաղաքական ուժին, այս քաղաքական ուժն էլ գտնվում է պարլամենտում եւ ունի խմբակցություն եւ ներկայացրել է։ Եվ եթե նույնիսկ կա, ասենք պայմանական, արդյոք սա բուն էության վրա, այսպես ազդեցություն ունի, ենթադրենք ձեր որոշումը դրանից կարար փոխվեր կամ բուն էությունը խնդրի կարար փոխվեր, այսինքն չեզոքության խախտված կամ խախտված չլինելը կախված է թե ով է դիմել, իդեպ դիմողը սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված լիազորության շրջանակում է դիմել։ Երկրորդ հարցը վերաբերում է հետեւյալին, ասում են, չգիտեմ, հանրային մեծ ընկալում ունեցող կամ չգիտեմ Հայաստանի Հանրապետությանը ծառայություններ մատուցած եւ այլ, նկարագրում են անձի։ Ես կարծում եմ, սա հակառակ էֆեկտը պիտի տա, որովհետեւ ինչքան մարդը հանրային մեծ ընկալում ունի, այնքան իր խոսքի արժեքը շատ ավելի մեծ ազդեցություն ունի։ Սա ինչպես կմեկնաբանեք։ Շնորհակալություն, նախ ինչ վերաբերում է քաղաքականացված քննարկմանը, մենք նախորդ հանձնաժողովով նաև դիմում էինք գրել, գրություն էինք գրել ազգային ժողովի նախագահին, որովհետև մենք արժեկանոնակարգը այլ կերպ ենք մեկնաբանում, եւ մենք կարծում ենք, որ այն հանգամանքը, որ ես հիմա այստեղ հարակից զեկուցող եմ, ինքնին մեր կառույցի քաղաքական ինչ-որ քննարկումներում ներքաշելու վտանգ է պարունակում, ուստի մենք կարծում էինք, որ հանձնաժողովը այստեղ չպիտի լինի հարակից զեկուցող, եւ պարզ պատճառներից մեկն էլ հենց այն է, ինչ պարոն Մինասյանը ասաց, մենք այո կարծում ենք մասնագիտական տեսանկյունից, որ արկա է խախտում, բայց արդյոք խախտումի հիման վրա պիտի լիազորություն դադարեցվի եւ այլն, դա հանձնաժողովին չի առնչվում եւ այդտեղ մենք չենք կարող լինել շահագրգիռ այց, բայց քանի որ որոշում է կայացվել եւ ազգի կանոնակարգից էլ որոշ չափով բխում է, որ հանձնաժողովը պետք է լինի զեկուցող, այս դեպքում հարակից զեկուցող, մենք ներկայացվել ենք։ Շահերի բախման հետ կապված, տեսեք, վարքագծի կանոնների հետ առնչությամբ մեր օրենքում, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում, կա մեկ դրույթ, որը ասում է, որ եթե վարքագծի առերևույթ կամ ենթադրյալ խախտումը առնչվում է կոնկրետ անձի կամ կազմակերպության շահերի, դիմումը մենք կարող ենք ընդունել բացառապես, եթե այդ անձն է ներկայացրել։ Այսինքն, եթե ձեր շահերի հետ կապված խնդիր լիներ, բայց պարոն Մինասյանը ներկայացներ, մենք դա մերժելու էինք, որովհետև ասելու էինք դուք շահագրգիռ անձ չեք։ Իհարկե, եթե այդ խախտումը չի կրում համակարգային բնույթ կամ հանրային մեծ արձագանք չի ստացել, այդ երկու դեպքերն են միայն, որ մենք իրավասու ենք վարույթ հարուցել։ Մնացած դեպքերում մենք իրավասու չենք վարույթ հարուցելու։ Ինչը ինքնին նշանակում է, որ որոշ չափով այդ շահերի, այն թե հիմա այստեղ քննարկվում է հարցը ներկայացվել ու չի ներկայացվել, այդ մասով թույլ տվեք ձեռնպահ մնալ որոշում ասելուց, որովհետև ես միանձնյա չեմ կարող դա ասել, բայց նաև եթե այլ անձ ներկայացներ, դա կարծում եմ հանձնաժողովի դիրքորոշման վրա որևէ փոփոխություն չէր հանգեցնելու։ Ինչ վերաբերում է պարոն Հակոբյանի ճանաչվածությանը եւ մասնագիտական ամբողջ ուղուն, ամենայն հարգանքով ես նույնիսկ վատ եմ այստեղ զգում, որ մենք եկել ենք այստեղ այս նախագիծը ներկայացնելու, բայց հանձնաժողովը ունի մասնագիտական կարծիք ու հանձնաժողովն է այն մարմինը, որը պետք է վարքագծի կանոններ, պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները արձանագրի։ Ու այստեղ որևէ կերպ անձի ավանդը կամ անձի ներդրած ջանքերը ու մասնագիտական ճանապարհը քննարկման առարկա չեն կարող դառնալ, չգիտեմ, ցավոք սրտի թե բարեբախտաբար, բայց ամեն դեպքում նորմը այդպիսին է։ Շնորհակալություն։ Արձագանք։
Շնորհակալ եմ ձեր պրոֆեսիոնալ պատասխանի համար, ես հատուկ դրա համար ձեզ քաղաքական բնույթի հարցեր չեմ գայթակղում տամ, ինչպես օրինակ դա անում են գործընկերները ձեզ ամեն գնով փորձելով ներքաշել այդ բովանդակության մեջ, հետո կմեղադրեն խախտելու մեջ, բայց հիմա կոնկրետ, այսպես ավելի պարզ, նաև մեր հանրության համար, այդ շահերի բախում կոչված գործողությունը, որ նկարագրում էր մեր գործընկերը, այստեղ որևէ ազդեցություն ունի թե չունի process-ի վրա, այսինքն այդպիսի բան կա թե չկա, կամ ընդհանրապես դա որևէ աղերս ունի այս գործընթացի եւ ձեր մասնագիտական գնահատականի հետ կապված թե ոչ։ Սա կարևոր է, ավելի պարզ դուք արձանագրեք, չնայած ձեր խոսքում շատ հստակ ասեցիք, բայց ավելի պարզ արձանագրեք, եւ մյուս կարևոր հարցը, որը վերաբերում է նաև ձեր լիազորություններին։ Այնուամենայնիվ, դուք որպես կառույց, ինքնավար կառույց, ինքներդ չեք նախաձեռնում արդյոք նաև այս լիազորությունների շրջանակներում, որ ձեզ չդիմեն, այլ դուք կանխարգելիչ միջոցառումներ ուսումնասիրեք այս կոնկրետ դրվագի մասով։ Այսինքն քաղաքական զսպվածությունը խախտելու դրվագի մասով իրականացնեք որոշակի մոնիտորինգ կամ վերլուծություններ եւ կանխարգելիչ նախաձեռնողական գործառույթ իրականացնեք հենց որպես ինքնավար մարմին։ Շնորհակալություն, ես վերահաստատում եմ, որ մեզ համար որոշում կայացնելիս որևէ տարբերություն չկար, թե ինչ կարգով է ներկայացվել։ Մենք բովանդակությամբ ենք ուսումնասիրում եւ բովանդակային տեսանկյունից ենք գնահատում, ուստի ձեր պատասխանը առաջին հարցին ոչ, որևէ կապ չունի։ Ինչ վերաբերում է վարքագծի կանոնների մոնիտորինգին, տեսեք, վարքագծի կանոնների տեսանկյունից մենք ունենք հստակ նորմեր, թե որ դեպքում հանձնաժողովը կարող է վարույթ եւ որ դեպքում չի կարող։ Մենք ԶԼՄ մոնիտորինգ իհարկե անում ենք եւ դա եւս վարույթի հարուցման հիմք է, բայց ԶԼՄ հրապարակումներով մենք ունենք ձևավորված պրակտիկա, որ պիտի առնվազն շատ արձագանք գտած լինի կոնկրետ հրապարակումը կամ կոնկրետ խոսքը։ Մենք ունեցել ենք դեպքեր պաշտոնատար անձանց նկատմամբ, երբ հենց ԶԼՄ հրապարակումների հիման վրա մենք վարույթ ենք հարուցել վարքագծի կանոնների խախտման, վարույթ ենք հարուցել եւ որոշ դեպքերում նաեւ խախտում ենք արձանագրել։ Բայց այս կոնկրետ դեպքում մենք կարծում ենք, որ ԶԼՄ-ով դա այնպիսի արձագանք չէր ստացել, որի հիման վրա հանձնաժողովը հնարավորություն կունենար վարույթ հարուցելու։ Շնորհակալություն։